Երեք կառավարության շենքի առջև բողոքի ակցիային անցկացնում Ռուսաստանի Դաշնություն, Բեռներ տեղափոխող վարորդները։ Երբ ինչու է առաջացել այս խնդիրը։ Ձեր տաղավարում եւս բազում անգամներ խոսել եմ այդ մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ին, երբ ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության 115-րդ ֆեդերալ օրենքում փոփոխությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրացիների գտնվելու ժամկետի վերաբերյալ, ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար ժամկետը կրճատվեց 2 անգամ, տարվա ընթացքում դառնալով գումարային 90 օր։ Նախկինում յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր կարող էին մնալ, հունվարի 1-ից սկսած օրացուցային տարվա ընթացքում կարող են գումարային 90 օր մնալ։ Ձեր ասածը միգրանտին է վերաբերում։ Իմ ասածը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին, որոնք գալիս են ոչ վիզային ռեժիմի երկրներից։ Եվ երբ ես խոսում էի սրա մասին, ինձ ասում էին, որ դա չի կարող վերաբերվել բեռնափոխադրողներին, բայց երբ որ հարցում ուղարկեցինք Ռուսաստանի Դաշնություն, մեզ պատասխանեցին, որ դա վերաբերվում է եւ բեռներփոխադրողներին, եւ ուղևորափոխադրողներին, եւ օդաչուներին, եւ բորտ ուղեկցողներին, եւ գնացքավարներին, այսինքն անխտիր բոլորին, չկա որևէ ներողություն, մարդը իր աշխատանքային պարտավորությունն է իրականացնում։ Նա ինչպես կարող է հայտնվել այդ։ Մեր ամբողջ խնդիրն էլ հենց դրանում է, եւ այս հարցը ես ինչու էի անընդհատ բարձրացնում, որ չի կարելի միգրացիոն օրենսդրության շրջանակում դիտարկել այս խմբին եւս առնվազն գոնե մեր քաղաքացիների համար, որպես ՀԱՏՄ անդամ երկրի քաղաքացիների, որոնք տնտեսական Եվրասիական տնտեսական միության անդամ երկրից են բեռներ փոխադրում, այսպիսի փոփոխությունը չպետք է վերաբերվի, բայց ցավոք այն վերաբերվում է եւ այսօր արդեն մենք ունենք այն իրավիճակը, որ բեռնափոխադրող վարորդներին ոստիկանությունը մեքենան կանգնեցնում է, փաստաթղթերը ստուգում, անձնագրի կնիքների գնալ գալով ինչ է տեղափոխում։ Բացարձակ որևէ նշանակություն չունի։ Այդ կնիքներով հաշվարկում են եւ եթե 90 օրը գերազանցում է, արտաքսում մուտք է արգելք այս պահի դրությամբ իմ ունեցած տվյալներով 1 հոգու 3 տարով, մնացած բոլորը 20-ից ավել դիմում ունեմ, դրանք 5 տարով են մուտքի արգելքը դրել եւ շուրջ 80 քաղաքացու տվյալներ ունեմ, որոնք հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, ում բանկային հաշիվները սառեցվել են եւ նրանք հաջորդ փուլը նրանց, եթե գնան գան, որովհետեւ սահմանապահը չի արգելում մուտքը մինչև այն պահը, երբ որ կդրվի մուտքի արգելք։ Մեկ ամյա ցիկլին է վերաբերում։ 1 տարվա, այո։ Հիմա եթե վերահսկվող անձանց ռեեստրում գտնվողները նորից չգնան, սպասեն մինչև 26 թվականի հունվարի 1, իրենք կարող են շարունակել գնալ, բայց նրանց ում արդեն դրվել է մուտքի արգելքը, եթե այս հարցը չլուծվի, նրանք 3 տարի, 5 տարի չեն կարողանալու մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Խնդիրը վերաբերում է ԵԱՏՄ բոլոր երկրներին։ Այո, բացի Բելարուսից։ Բայց եւ ղազախները ունեն այս խնդիրը, եւ ղրղիզներն են, եւ մենք ունենք այս խնդիրը, եւ ղազախական կողմը ինչ որ միջանկյալ լուծման է եկել, հիմա իրենց վարորդներին թույլ են տալիս գնալ գալու, բայց մինչ այդ նույնիսկ միգրացիոն բանտ էին տարել, այսինքն օտարերկրացիների պահման վայր էին տարել, կենտրոններ, սպեցպրիոմնիկներ եւ իրեն բանակցություններ վարեցին, ոչ միայն վարորդներին բաց թողեցին, ես որքան գիտեմ նաև այս սանկցիան իրենց վրայից վերցրել են, բայց օրենքում փոփոխություն չեն մտցրել, այստեղ խնդիրը եւ ոչ մի երաշխիք չկա, որ 1 ամիս հետո նորից սա չի կրկնվի, այսինքն այս միջանկյալ որոշումը անշուշտ լավ է, ես հույս ունեմ, որ մեր վարորդների համար էլ կկիրառվի, բայց պետք է հասնել նրան, որ գոնե օրենքում բացառությունները նշեն, այսինքն Իսկ ով է զբաղվելու դրանով, կառավարությունները, թե անպայման կառավարությունները, միջխորհրդարանական հանձնաժողովները, ԵԱՏՄ հանձնաժողովը, մեր պետությունից ԵԱՏՄ հանձնաժողովում ներկայացված ներկայացուցիչները պետք է շատ ակտիվ աշխատել, այստեղ սա միայն փորձագետների խոսելով չի լուծվում, ավելին ասեմ, փորձագետների խոսելով չի լուծվում, որովհետև եթե լուծվեր, ես 1 տարի խոսում եմ այս խնդրի մասին, խնդիրը արդեն լուծված կլիներ։ Այստեղ աշխատանք է պետք տանել, լուրջ աշխատանք է պետք տանել, եւ ես հույս ունեմ, որ եթե այդ աշխատանքը տարվի, առնվազն գոնե օրենքի այդ կետում բացառություններ կնշվեն։ Իսկ ունեք տեղեկություն, տարվում է, Այո։
Սպայկայի խնդիրը այս թեմային առնչվում է։ Ես Սպայկայի խնդրին ծանոթ չեմ, ճիշտն ասած։ Սպայկայի բեռնատարները կանգնած են, ինչքան ժամանակ է Ռուսաստանում, արգելանքի տակ են, չեն թողնում։ Եթե էլի 90 օրն են գերազանցել վարորդները, վերաբերվում է, անկեղծ հատուկ Սպայկային ուշադրություն չեմ դարձրել, բայց ընդհանրապես բեռնափոխադրողները Սպայկայից ինձ դիմող չի եղել եւ այն կազմակերպությունները եւ լոգիստիկ կազմակերպությունները բեռնափոխադրումներով զբաղվող կազմակերպությունները անհատ վարորդները, որոնք իրենց մեքենաներով են այդ ծառայությունը մատուցում, բեռնափոխադրումներ իրականացնում, ովքեր որ դիմել են, բոլորի փաստաթղթերը, որոնք ես նայել եմ, բոլորը անխտիր 90-օրյա ժամկետը գերազանցելու պատճառով են հայտնվել։ Այսինքն, եթե զուտ տրամաբանական եզրահանգում անենք, ռուսական միգրացիոն ծառայությունը միգրացիոն խստացումը կիրառում է այն մարդկանց վրա, որոնք միգրանտ չեն համարվում։ Այո, ներքին գործերի նախարարությունը, որովհետև ոստիկանին, գիտեք, փետրվարի 5-ից ոստիկանները իրավունք ունեն առանց դատարանի որոշման վարչական խախտում իրականացրած օտարերկրացուն առանց դատարանի որոշման արտաքսելու, whistle կանելու, սկզբում անձը հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում, որից հետո ոստիկանությունը իրավունք ունի նրան whistle կանել։ Հիմա իրենց այդ իրավունքից օգտվում են ՌԴ ոստիկանները, այս պարագայում օգտվում են ճանապարհային ոստիկանները, ոչ թե միգրացիոն։ Իրենք ստուգում են փաստաթղթերը, հաշվում են եւ այն փաստաթղթերը, որոնք ուղարկել են ինձ վարորդները, այնտեղ հստակ նշված է, օրինակ ժամկետը 90 օրը լրացել է հունիսին, ենթադրենք, հունիսից հետո հաշվել են, քանի անգամ է գնացել եկել եւ գումարային օրերը ենթադրենք կազմել են, չգիտեմ, 138 օր, 146 օր, 97 օր, այսինքն գումարել են իրար այդ օրերը, ինչքան է ավել գնացել, մնացել Ռուսաստանի Դաշնության տարածքում եւ համապատասխանաբար դրել են մուտքի արգելք, բայց աբսուրդը կանում է նրանում, որ անձանց 90 օրից հանում են նաև, երբ որ անձին գալիս հասնում են սահմանակետ եւ հարկադիր ստիպված հերթերի մեջ մնում են ու ցավոք լինում են դեպքեր, ամեն դեպքում եղել են եւ շարունակում են լինել, որ իրենք մնում են 10, 15, նույնիսկ 20 օր։ Այսինքն իրենց կամքից անկախ դա հաշվում են 90 օրից հանում են այդ օրերի քանակը։ Եթե անգամ լարսում, կարևորը չի որտեղ լարսում կանգնած են եւ քանի օր կանգնել են, այդ օրերը հանում են իրենց հասանելիք 90-օրյա ժամկետից ու նշանակում է, որ շատ արագ սպառվում են այդ օրերը։ Կարող է մի 4-5 ուղևորության ընթացքում մի քանի անգամ հերթերի մեջ հայտնվեն եւ այդ 90 օրը սպառեն, ուրեմն նշանակում է իրենք այս տարվա ընթացքում այլևս չպետք է գնան, բեռնափոխադրող կազմակերպությունը կամ պետք է այդ վարորդներին աշխատանքից ազատի, ուրիշ վարորդներ ընդունի, որոնք գնան եւս 90 օր, այսինքն սա եթե վարորդը փոխվում է, խնդիրը վերանում է։ Դե մեքենայի վրա չեն դնում, վարորդի վրա են դնում արգելքը։